Մյուս հարցը, նախավերջին հարցը, Ռոզա Արվահին շատ կարճ հարց է տվել։ Ինչ է մեզ տալու այս մուսուլմանական դաշինքը։ Հավանաբար նկատի ունի այս մաքսային նյութությունը։ Ես այդպես եմ ընդհանրում։ Երևի դա այդպես ես չի կոչի մուսուլմանական կամ բան։ Ընդհանրապես ես դեմ եմ ես կրոնական եւ ազգային բնութագրերին եւ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, չէ, այդ երեք պետություններն են։ Չէ, բայց մեծ մասը քրիստոնյա են վերջը։ Ախր ինչ է մեծ մասը, հիմա Ռուսաստանը քրիստոնյա պետություն է, թե քրիստոնյա պետություն։ Հայաստանը, այսպես նայենք։ Հայաստանը քրիստոնյա պետություն է, այո։ Խիստ վիճելի է։ Ինչը։ Որովհետև Հայաստանում ապրում է ժողովուրդ, որի կրոնը քրիստոնեությունն է։ Բայց արդյոք այս ժողովուրդը, որ ասում են, ես հայ առաքելական եմ, բան ինքը քրիստոնյա է։ Եթե մարդը չի կատարում քրիստոնեական պատվիրաններից որևէ մեկը, մի գողանարակերում եւ խաչակնքվում է։ Դա ատրիբուտներ է։ Ես մի հատ ընկեր ունեի ուսանող, որ իր Ժիգուլի վրա Մերսեդեսի նշանն էր կպցրել։ Ժիգուլին Մերսեդես չդարձավ։ Հիմա եթե անհավատը, այսինքն քրիստոնեության գողացող, մարդ, չգիտեմ, այդ պատվիրաններ չկատարող մարդը, շնացող, հա, այդ ամբողջը, իրանը խաչա կախում իր վզից, ինքը Մերսեդես չդարավ դրանով, այսինքն Ժիգուլին է, հա։ Այսինքն քրիստոնյա, հետևաբար ասել որ օրինակ հայերը քրիստոնյա են, շատ վերացական է։ Հայերը քրիստոնյա եղել էին։ Այն ժամանակ, տեսեք, մենք ունենք դեպքեր, որ մարդիկ տանկի գնով պատրաստ էին չհրաժարվել քրիստոնեություն, եղել է։ Հիմա էլ հեսաբում որոշ դեպքեր հա, այդ մարդիկ ինքը քրիստոնյա է, այսինքն մարդը։ Սիրիայում։ Բայց ասել որ օրինակի համար բոլոր հայերը քրիստոնյա են, չէ, մենք օրինակի համար մեր մոտեցումը մի քիչ սխալ, ասենք նույնը մուսուլման։ Ադրբեջանի կեսից շատ է բնակչության ինչ մուսուլման։ Հարբեցող, նարկաման, չգիտեմ, ավելի վատ կաշառակեր կան Հայաստանը, ավելի բաներ, ես իմ կարծիքով քրիստոնյան դա որոշակի արժեքային համակարգով ապրող մարդ է, եւ շատ դժվար է քրիստոնյա, շատ դժվար է քրիստոնյա լինելը, անգամ մեր հոգեվորականների, ես կասեի, մի փոքր մասն է քրիստոնյա։ Նրանցած իրենք ուղղակի այդ կառույցի բյուրոկրատական մասն են, կառույցի աշխատող են, եկեղեցում աշխատող։ Ինչպես բանակի որոշ ծառայողներ ասում են, ես աշխատում եմ, ես զորամասում աշխատում եմ, այսինքն ի վերջո ծառայում եմ։ Ի վերջո բան։ Հետևաբար ասել մուսուլմանական ինչ են տալու բան, որտեղ մենք նաև ուրիշ օրինակներ ունենք, օրինակի համար որ հայերը շատ ավելի ապահով են եղել որոշ մուսուլմանական երկրներում, իր բոլոր դժվարություններով հանդերձ նա վերցրեք Իրանը, քան ասենք որոշ քրիստոնյա երկրներում, օրինակ վերցնենք մեր երկու հարևանը Իրանը շատ ավելի է հարգում հայկական եկեղեցիները, հայկական ավանդույթները, քան ասենք մյուս հարևանն է Վրաստանը, որը քրիստոնյա երկիր է, որտեղ յուրացում են հայկական եկեղեցիները, հայկական դպրոցների իրավունքներն է ոտնահարվում եւ այլն, հետեւաբար դա մի քիչ ավելի բարդ հարց է, բազմագործուն հարց։